Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն եմ։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորն եմ եւ այս պահին մենք գտնվում ենք Իտալիայի հյուսիսում, Լիգուրիայի ափին գտնվող Ջենովա քաղաքում։ Կրուիզային ճանապարհորդությունները արդեն իսկ բավականին պահանջված ու սիրված են հայերի կողմից, ու դրա ապացույցն է այս ճամփորդության ընթացքում մեծաքանակ մասնակցությունը։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն։ Ջենովան աշխարհին տվել է մարդ, որը փոխել է առհասարակ համաշխարհային պատմությունը։ Խոսքը Քրիստոֆոր Կոլումբոսի մասին է։ Նա ծնվել է Ջենովայում։ Չնայած հետագայում ծառայել է իսպանական թագավորությունում, բայց իրեն միշտ համարել է ջենովացի։ Եվ սա այն վառ փաստն է, որ ծովագնացությունն ու առհասարակ ծովը այստեղ կապված են մարդկանց հետ գենետիկ կոդով։ Ջենովայի պորտը ամենահին ու հզոր պորտերից մեկն է առհասարակ աշխարհում։ Այն դարեր շարունակ իշխել է Միջերկրական ծովում։ 1492 թվականին Քրիստոֆոր Կոլումբոսը Իսպանիայի թագավորության հովանավորչությամբ դուրս է գալիս ծովային ճամփորդության, եւ այն ավարտվում է Ամերիկայի հայտնաբերմամբ։ Քանի որ Ջենովան բլուրների վրա է, տեղաշարժի համար այստեղ մշակել են այսպիսի տրանսպորտային միջոցներ, որոնք որ մարդկանց ներքև եւ վեր են հանում էլեկտրական սկզբունքով։ Հիմա մենք եւս օգտվում ենք դրանից, չնայած ինքը վճարովի է, արժի 2 եվրո։ Տեղացիները հուշեցին, որ ամբողջ Եվրոպայում նման օրինակ միայն Ջենովայում է։ Հիմա մենք ուղիղ ենք գնում, հետո բարձրանալու ենք վեր։ Առհասարակ օգտվել եմ շատ նմանատիպ ֆունիկուլյորներից, հա, ոնց է կոչվում այլ տարբերակով ֆունիկուլյոր։ Ֆունիկուլյոր, չէ՞։ Ֆունիկուլյորներից, բայց այն տարբերակը, որ ուղիղ գնում է, հետո նոր վեր է բարձրանում, այդպես չեմ եղել, հիմա տեսնենք ինչ է իրանից առհասարակ ներկայացնում սա։ Սա ուղղակի հետաքրքիր վերելակի տարբերակ է, որը որ առաջին անգամ եմ տեսնում։ Հիմա տեղավորվեցինք հատուկ հարթակի վրա, ստեղից արդեն սկսելու ենք բարձրանալ դեպի վեր։ Տեսնենք ինչ տեսարան այնտեղից բացվում, ասում են ֆանտաստիկ տեսարան է։ Տեսնենք, հետաքրքիր թե ինչքան ենք բարձրանում, հավանաբար մոտավորապես մի 50 մետր մենք կբարձրանանք, ենթադրում եմ, թե ավել։ Մոտավորապես այդ 15, 18, չէ, ավելի շատ ենք բարձրանում, հավանաբար սա հարկերն է նշվում ստեղ, 20, 21, 22, 3, 4, գերազանցեցինք 100 մետրը կարծում եմ, մոտավորապես 100 մետր բարձրացանք վեր։ Մարդիկ շատ բարեհամբույր են ստեղ։ Վերջ, այսպես շենքի ներսից դուրս են գալիս, այդ ամբողջը շենքի ներսում էր։ Ու մեր առաջ բացվում է քաղաքի համայնապատկերը։ Մոտավորապես ճիշտ նշեցի 100 մետր ենք բարձրացել, որը որ բավական է, որպեսզի ունենանք ծովի տեսարանով գեղեցիկ տեսարաններ։ Վերելակը մեզ բերեց Դի Ալբերտիս ամրոց, որը կառուցվել է 19-րդ դարի վերջում։ Գնանք տեսնելու, թե ինչ է իրենից ներկայացնում։
Ամրոցը կառուցվել է 1886-ից 1892 թվականներին Էնրիկե Ալբերտո դի Ալբերտոսի կողմից, ով համարվում էր ծովագնաց ճանապարհորդ եւ իր ճանապարհորդությունների ընթացքում նա բերում էր տարբեր նմուշներ, տարբեր հետաքրքիր մշակութային օբյեկտներ աշխարհի տարբեր անկյուններից եւ դրանք տեղակայում էր իր ամրոցում։ Իր մահից հետո 1932 թվականին նա այս ամրոցը կտակում է քաղաքին եւ հետագայում այս ամրոցը դառնում է աշխարհի մշակույթների թանգարան եւ հենց այդպես էլ կոչվում է այսօր աշխարհի մշակույթների թանգարան։ Ազարեջան ես առաջի անգամ Ջենովայում ու բավականին տպավորված եմ քո 4-րդ այսն է, 4-րդ այսն է։ Շատ լավ։ Ինչին են քո տպավորությունները առասարակ այս քաղաքից ու ինչու պետք է զբոսաշրջիկը այցելի Ջենովա։ Ջենովան ճարտարապետական հրաշք է։ Այստեղ ամեն շինություն առանձնանում է իր ճարտարապետությամբ։ Իտալիան առհասարակ ճարտարապետության իմաստով շատ հարուստ երկիր է, բայց Ջենովան առհասարակ։ Եվ պատճառը թե ինչու պետք է զբոսաշրջիկները այցելեն, հայ զբոսաշրջիկների մոտ Ջենովա այցելել են առաջնահերթություններից չէ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչ հարստություններ ունի Ջենովան, բայց իր պատմական ընթացքը թույլ է տվել կուտակելու այստեղ այնպիսի բաներ, որոնք զբոսաշրջիկներին կարող են շատ դուր գալ։ Շատ քչերը գիտեն, որ առաջին բանկը, ժամանակակից բանկը հենց ձևավորվել է Ջենովայում ու ժամանակին այնքան ոսկի են կուտակել Ջենովայում, որ ամբողջ աշխարհի ոսկիները մի նժարի վրա եւ Ջենովայի ոսկիները մի նժարի վրա Ջենովական ոսկին հաղթել է, հա։ Այդքան կարողացել են բանկի միջոցով գումարներ կուտակել։ Ինչպես նաեւ Քրիստոֆոր Կոլոմբոսի ծննդավայրն է, շատերը այս հարցի շուրջ վիճաբանություններ ունեն, շատ մասնագետներ, բայց ջենովացիները դրանով շատ հպարտ են եւ քաղաքը նաեւ կապում է Մարկո Պոլոյի հետ, որովհետեւ ջենովական ու վենետիկյան կռիվներից հետո Մարկո Պոլոն գերի է ընկնում եւ Ջենովայում կա մի շինություն, որտեղ բանտ են նստացրել, այսպես ասած, Մարկո Պոլոին եւ հենց այդտեղ է գրվել իր հիշողությունները, հուշերը, ճանապարհորդական հուշերը, որոնք հետագայում դարձել են գիրք աշխարհի հրաշալիքների մասին։ Նշիր 3 վայր, որը պարտադիր պետք է տեսնել Ջենովա այցելելիս։ Կարծում եմ առաջին փնտրտուքը, որ Ջենովայի հետ կապված լինում է, միանգամից գալիս է Ֆերարիի հրապարակը բոլորի մոտ։ Ֆերարիի հետ կապ չունի, Ֆերարին եղել է մի անձնավորություն, որը հովանավորել է այս հրապարակի շինարարությունը, վերանորոգում է։ Երկրորդ վայրը քաղաքի տաճարն է, գլխավոր տաճարը, որտեղ շատ առանձնահատուկ պատմություններ կան տաճարի հետ կապված, եւ երրորդը հաղթական կամարն է, որը առանձնանում է իր գեղեցկությամբ, շքեղությամբ եւ իտալական ճարտարապետության հատուկենտ նմուշներից է։ Խնդրում եմ նշել, թե որքան է տևում Ջենովայի էքսկուրսիան, քանի որ յուրաքանչյուր օր նավից դուրս գալիս էքսկուրսիա եք իրականացնում խմբի հետ ու առասարակ ինչպիսին են խմբի տպավորությունները հենց այս քաղաքից։ Ուրեմն խմբի էքսկուրսիաները կախված խմբից իհարկե, եթե մի քիչ ավելի տեմպով խումբ է, արագ է քայլում, տևում է մոտավորապես 3-3.5 ժամ, իսկ եթե ավելի դանդաղ են, մինչև 5 ժամ կարող է ձգվել։ Բոլոր տեղերը այցելում ենք շրջելով, այսինքն զբոսանքի ձևով ենք կազմակերպում, մեքենաներ չենք օգտագործում այստեղ։ Խմբերը շատ են տպավորվում, որովհետև անսպասելի է իրենց համար, որ Ջենովան այդքան լավն է լինելու, հատկապես մենք այստեղ ժամանում ենք նավով եւ երբ որ նավը կանգնում է, միանգամից ամբողջ քաղաքի տեսարանն է բացում, ինչը առաջին տպավորությունն է ու այդ վաու էֆեկտն է տալիս։ Դրանից հետո իհարկե քաղաքում շրջում ենք եւ այդ վաու էֆեկտը ավելի հաստատակամ է դառնում։ Հրաշալի։ Ես փաստում եմ, որ այդպես է, ես եւս տպավորված եմ այս քաղաքով։
Այս քաղաքը հաճախ անվանում են La Superba, որը թարգմանաբար նշանակում է հպարտ։ Ու սա պատահական չէ, քանի որ Ջենովան դարեր շարունակ եղել է առևտրի, ծովագնացության ու մշակույթների կենտրոն։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն։ Կազմակերպում են անհատական եւ խմբային կրուիզային ճամփորդություններ ամբողջ աշխարհով մեկ, սկսած միջերկրական ծովից մինչեւ էկզոտիկ ուղղություններ։ Եթե ուզում ես ճանապարհորդել առանց հոգսերի ու ստանալ առավելագույն փորձառություն, վստահիր պրոֆեսիոնալներին։ Տարվա ընթացքում քանի խմբային ճամփորդություններ եք ունենում։ Տարվա ընթացքում ունենում ենք 12-ից 14 խմբային ճանապարհորդություն։ Ու բոլորը կրուիզային ֆորմատի։ Բոլորը կրուիզային խմբային ճանապարհորդություններ են։ Միջերկրականի ավազանից դուրս այլ ուղղություններով կրուիզային խմբային ճամփորդություններ ունեք։ Իհարկե, բացի միջերկրականից ունենք Բալթիկ ծոց, Պարսից ծոց, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս եւ այդպես շարունակ։ Որոնք են կրուիզային ճամփորդությունների առավելությունը սովորական տուրերի համեմատ։ Կրուիզային ճանապարհորդությունը սովորական ճանապարհորդությունից տարբերվում է նրանով, որ մենք մեր իրերը անընդհատ չենք հավաքում ճամպրուկներում եւ բացի դա տեսնում ենք մի քանի երկրներ, վայելում ենք մի քանի քաղաքներ եւ չենք ընդհանրապես չենք հոգնում այդ ամբողջ ճանապարհորդությունից։ Ու նաև կարծում բավականին հետաքրքիր է, որ դու քո ճամփորդության մեծ մասը անցկացնում ես ծովի վրա։ Ինչ սկզբունքով եք ընտրում նավը եւ երթուղին կրուիզային խմբային ճամփորդություններ կազմակերպելիս։ Երթուղին ընտրում ենք այն երկրները, որը որ չենք եղել եւ ըստ պահանջի մենք տարին մի քանի անգամ կազմակերպում ենք նույն ուղղություններով կրուիզային խմբային ճանապարհորդություն։ Կարծում եմ նաև մեծ առավելություն է հանդիսանում թռիչքները, ճիշտ եմ հասկանում, քանի որ վերջին շրջանում Հայաստանից բավականին շատ թռիչքներ կան դեպի Եվրոպա, նոր բացված, դեպի Իսպանիա, դեպի Ֆրանսիա, Իտալիա, բազմաթիվ ուղղություններ, ենթադրում եմ դա եւս պատճառ է հանդիսանում։ Թռիչքները իհարկե դա մեծ առավելություն է, որ Հայաստանից միանգամից զբոսաշրջիկը մեկնում է տվյալ երկիր, որտեղից որ պետք է սկսի մեր ճանապարհորդությունը։ Երևի թե ամենախանգարող բաներից մեկը դա երկար թռիչքներն են, մի քանի թռիչքից բաղկացած ճամփորդությունները եւ ուրախ եմ, որ կազմակերպում եք նմանատիպ ուղղություններ, որպեսզի հայ զբոսաշրջիկը հնարավորություն ունենա աշխարհը բացահայտել, Եվրոպան բացահայտել, ծանոթանալ նոր քաղաքակրթության, նոր մշակույթի, նոր գույների, նոր համերի հետ։ Ինչպիսի մարդիկ են հիմնականում ընտրում կրուիզային ճամփորդությունները։ Ընտանիքները, ընկերները, թե շատ փորձառու ճանապարհորդները, որոնք են այն մարդիկ, ովքեր հիմնականում օգտվում են կրուիզային խմբային ճամփորդություններից։ Կրուիզային ճանապարհորդություն ընթացքում ունենում ենք բոլոր տեսակի ճանապարհորդողներ, ընտանիքներ, ընկերներ, կրուիզային ճանապարհորդությունը նախատեսված է բոլորի համար։ Մենք ճանապարհորդում ենք, կարելի ասել, փոքրիկ քաղաքով, որը գնում է ջրի վրայով եւ ամեն ինչ ներառված է կրուիզային ճանապարհորդության ընթացքում նավի մեջ։ Մենք այսպես շատ գեղեցիկ ներկայացնում եւ խոսում ենք կրուիզային ճամփորդությունների մասին։ Համոզված եմ մեր հեռուստադիտողին շատ հետաքրքիր է, թե ինչու պետք է զբոսաշրջիկը ընտրի խմբային կրուիզային ճամփորդություն, այլ ոչ թե ինքնուրույն գա եւ մասնակցի կրուիզին։ Խմբային ճանապարհորդությունը տարբերվում է անհատականից նրանով, որ խմբայինի ժամանակ տուրիստը վճարում է մեկ գումար, փաթեթի համար նախատեսված, որի մեջ ներառված է հայ ուղեկցողը, ներառված է բոլոր քաղաքների տուրերը, որն է այն պահը կամ փորձառությունը, որը ամենաշատն է տպավորում զբոսաշրջիկին կրուիզային ճամփորդության ընթացքում։ Առաջի հայացքից զբոսաշրջիկը զարմանում է նավի մեծությունից, նավի սպասարկումից, որպես փոքրիկ քաղաք զարմանում է
մեկ նավի վրա ոնց կարող է այդքան շատ ծառայություններ լինել, այդքան շատ շքեղություն ներառվի եւ նաեւ զարմանում են օրը մի քաղաքում լինելով։ Օրինակ այսօր մենք գտնվում ենք Ջենոայում, Իտալիայի քաղաքներից շատ հրաշալի վայրում, որ մեր տուրիստները ուղղակի հիացել են։ Չմոռանանք, որ սա երբեմն ամենահարուստ քաղաքներից մեկն է եղել եւ նրա պորտը, որտեղ որ Իսպանիան մեր կրուզային նավն է կայանած, եղել է Եվրոպայում ամենահզորներից մեկը եւ իշխել է ամբողջ միջերկրական ծովում։ Այո, իսկ մենք վաղը լինելու ենք Մարսելում։ Կարծում եմ տպավորությունների մեկը այն է, որ դու ամեն օր արթնանում ես նոր քաղաքում ուղղակի, ոչ թե ստիպված ես լինում դու ինքդ գնալ այդ քաղաք, այլ կրուզային նավը հոգում է քո փոխարեն այդ հարցը եւ ինքը քեզ հասցնում է այդ քաղաք եւ ամեն օր արթնանում ես մի նոր քաղաքում։ Կարծում եմ սա երազի նման ինչ-որ մի բան է, հա, արթնանալ ամեն օր մի երանելի քաղաքում, որի մասին ժամանակին երազել ես, ցանկացել ես լինել ու այսօր ունեցած հնարավորությունը մեկ շաբաթ ամեն օր արթնանալու տարբեր քաղաքներում։ Ուղղակի ֆանտաստիկ է։ Այսքանից հետո եթե մեր հեռուստատիտողի մոտ ցանկություն առաջացավ մասնակցելու կրուզային ճամփորդության եւ նա առաջին անգամ է, ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ կտամ միանալ մեզ։ Մենք կառաջարկենք շատ հետաքրքիր ճանապարհորդություններ, շատ հետաքրքիր արժեքներ եւ իհարկե խոսանում եմ շատ լավ ճանապարհորդություն։ Կրուզային նավը իրենից ենթադրում է փոքր քաղաք, որտեղ կենտրոնացած են տարբեր խանութներ, ակվապարկեր, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կլաբեր, կազինո մինչև անգամ սպորտային տարբեր հետաքրքիր փորձառություններ, այնպես որ ստեղ չես հասնում ուղղակի ձանձրանալ։ Ուրեմն սա փակ լողավազանն է, շատերը սեզոնին ընտրում են հենց այս լողավազանը իրենց օրը անցկացնելու համար, նաև կարող են օգտվել ակվապարկից, այսպիսի ոլորաններ կան, որոնցով կարող ես իջնել հավես ժամանակ անցկացնել, պատկերացրեք միջերկրական ծովի մեջտեղում ունես այդպիսի հնարավորություն, ուղղակի խելագարություն է։ Կան բազմաթիվ խանութներ, եթե duty free-ից ինչ-որ ձեզ համար գնումներ չեք կատարել, կարող եք այստեղից էլ կատարել։ Նավում ներկայացված են տարբեր բրենդային խանութներ, բուտիկներ, մեկ ընդհանուր խանութի ներսում, այնպես որ կարող եք նաև ձեր նորաձևության ուշադրություն դարձնել այստեղ։ Հիմա գնամ սենյակ, սենց միջանցն է գնում ու աչու ձախ կողմերում համարներն են, այս ձախ կողմում դեպի ծով նաև համարներն են, ես ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի այսպիսի համարներ վերցնեք, ուստեղ կան համարներ, որոնք որ պատոհան չունեն, վերցրեք բարգոնով համարներ, մի փոքր ավելի թանկ են, բայց տեսարանը հավես է, այսպես որ իմ կողմից խորհուրդ զուտ վերցրեք այդպիսի համար։ Չնայած որ չեմ սիրում խոհանոցային ուտելու պրոցեսը ցույց տալ, բայց եկեք ձեզ ցույց տամ մի հատ ճաշան, ուրեմն սենց վերցրել եմ ստեյքներ, կծկամիս, լամբը, ոչխար, ոնց որ ոչխարի միսնա ստեյք եւ խոզի ու շատ համով եմ, շատ, ու վերցրել եմ պայելիա այսօրվա համար, սենց, պայելիա շատ եմ սիրում, դեռ չեմ փորձել, հուսով եմ համով կլինի։ 7 օր հետաքրքիր ու յուրահատուկ ժամանակ։